Բարև ձեզ, աշխարհի տարբեր ծայրերից իմ հոգևոր դիվանագետներ։ Ձեզ հետ է պաստոր Մարկ Բըրնսը։ Ես շատ ուրախ և հուզված եմ։ Մենք նոր ամսաթիվ ենք նշանակել աշխարհի տարբեր ծայրերից հոգևոր և կրոնական առաջնորդների հավաքի համար Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում։ Հունվարի 22-ին ԱՄՆ Կապիտոլիումում իմամները, ռաբբիները, հովիվները և քահանաները, յուրաքանչյուր կրոնի ներկայացուցիչներ, մեկ ձայնով կհայտարարեն. մենք կպայքարենք կրոնական ազատության համար ամբողջ աշխարհում։ Մենք միասին կկանգնենք հակամարտությունները վերջ տալու համար։ Մենք կմոբիլիզացնենք առաջնորդների մի ցանց, համաշխարհային առաջնորդների, աշխարհի տարբեր ծայրերից հոգևոր առաջնորդների, ովքեր աշխատում են թե հոգևոր և թե քաղաքական ոլորտներում, ովքեր ունակ են երկխոսություն վարել իրենց երկրներում, վերջ դնել բռնությանը, լուծել հակամարտությունները և աշխարհի ղեկավարներին հիշեցնել իրենց իրական նպատակի մասին։ Եվ նրանց նպատակն է լինել խաղաղության առաջնորդներ և ծառայել ձայնազուրկներին և այն մարդկանց, ում ներկայացնելու համար նրանք կոչված են։ Այսպիսով, եթե դուք ձեզ համարում եք հոգևոր դիվանագետ և զգում եք, որ սա ձեր կոչումն է, անկախ ձեր հավատքից, ես ձեզ հրավիրում եմ այցելել spiritualdiplomats.org կայքը և անվճար գրանցվել։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղերը խիստ սահմանափակ են։ Մենք արդեն հարյուրավոր դիմումներ ենք ստանում այն մարդկանցից, ովքեր պլանավորում են գալ այս համաժողովին և հունվարի 22-ին ներկա գտնվել այստեղ, Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում։ Եթե գրանցվեք և մասնակցեք, կստանաք հոգևոր դիվանագետի հատուկ կրծքանշան, որը մենք տալիս ենք բոլոր նրանց, ովքեր որոշել են կազմել այս համաշխարհային գործընթացի մասը։ Հոգևոր դիվանագետներ, հիշեք, մենք զենք չենք կրում։ Մենք միասին կրում ենք Աստծո իմաստությունն ու հավատքը, հանուն ամբողջ աշխարհի։ Եկեք միասին գործենք։ Եկեք միավորենք ժողովուրդներին ու երկրները և վերջ դնենք մոլորակի վրա առկա հակամարտություններին։ Եկեք հանդիպենք այստեղ, Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կապիտոլիումում, հունվարի 22-ին։